դրված է Հայաստանի անկախության հարց։ Հիմա եթե թույլ տաք, ես հիմնավոր եմ, էլի, որ անկախության հարց է դրված, ուրեմն մի քիչ սա երկար կարող է տևել։ Նախ սկսենք բանից, հենց ֆորմալ կողմից հարցի։ Այսօր մեզ ասում են դուք անկախության հռչակագրից պետք է հրաժարվեք։ Իհարկե հիմնավորումը նա է, որ այնտեղ կա Ղարաբաղի հիշատակում եւ այլ, բայց փաստով ինչ է ստացվում։ Մեզ պարտադրում են հրաժարվել անկախության հռչակագրից, անկախության հռչակագրից։ Հիմա մոտիվացիան միշտ չի որ կարևոր տվյալ դեպքում երկրորդական է։ Ինչ է նշանակում, ոնց ենք, օրինակ մենք մի պահ պատկերացնենք, դրեցին հանրաքվեի հարցը, ժողովուրդն մտածեց, ասեց լավ Նիկոլը ճիշտ է, օրինակ ես վստահ եմ, որ տենց չի լինելու, բայց օրինակի համար այդպես եղավ, եւ փաստացի մենք հրաժարվում ենք մենք անկախության հռչակագրից, մեր պետության հիմքից։ Մեր պետությունը չի կախվում օդի մեջ, կախվում է օդի մեջ իմ կարծիքով, որտեղ ես չգիտեմ, մնացածը թող իրավաբանները մեկնան։ Սա արդի ֆորմալ կողմն է։ Մյուսը ուրեմն տեսեք, մեզ ասում են միակ իրական Հայաստանը, այս սահմաններով, այդ ինչ սահմաններ